Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ հարցազրույցով, շոշափելով արտաքին քաղաքական և ներքաղաքական թեմաներ։ Թեմայի վերաբերյալ ես մեկնաբանություն եմ խնդրել քաղաքագետ դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցից։ Բարև ձեզ, պարոն Սուրենյանց։ Բարև ձեզ։ Ինչպես նշեցի, երկրորդ նախագահը շոշափեց արտաքին քաղաքական հարցեր, մարտահրավերներ, որոնք առկա են Հայաստանի առջև, և ներքաղաքական հարցեր, այնպիսի տպավորություն էր, որ այդ ասուլիսի հիմնական մեխը կայանում է նրանում, որ հերթական անգամ թիրախավորվեց Հայաստանի երրորդ նախագահը և Հանրապետական կուսակցությունը։ Ինչ կասեք այս մասով և ըստ ձեզ ինչի համար էր այս հարցազրույցը։ Տեսեք, հարցազրույցը ուներ 3 հիմնական նպատակ։ Առաջինը սա 2021 թվականից հետո կամ վերջի 2 տարում առաջի հարցազրույցն էր, որտեղ երկրորդ նախագահը շատ հստակ հայտնեց իր առաջադրման ցանկության մասին, այլևս կասկածից վեր է, որ ֆորմատը հայտնի չի ինչ դաշինք է լինելու, բայց կասկածից վեր է, որ այդ դաշինքի առաջին համարը 2026-ի խորհրդարանական ընտրություններում լինելու է Ռոբերտ Քոչարյանը, այսինքն նա լինելու է վարչապետի տեխնացու։ Այս առումով մենք շատ մեծ վտանգ ունենք, որ կրկնվելու է 2021 թվականի մոդելը։ Հայտնի սցենարը։ Հայտնի սցենարը, բայց ունենք այն ինչ ունենք, սա մեկ։ Երկրորդ կարևոր հարցազրույցի մեսիջը այն էր, որ դա նա դիրքավորեց իրեն որպես ռուս-հայկական հարաբերությունների ամենամեծ ջատագով կամ ռուսական ուղղության վրա խաղացող քաղաքական ուժի առաջնորդ, եւ պատահական չէ, ես կարծում եմ պատահական չէ կամ գրեթե վստահ եմ, որ պատահական չէ, որ հարցազրույցը հրապարակեց Լավրովի այցի նախօրեին, եւ երրորդը նա փակեց իմպիչմենտի թեման ըստ էության, այն համարելով ոչ իրատեսական, այս 3 հիմնական բաներն էին կարևոր իր հարցազրույցի ընթացքում։ Նա թիրախավորում է երրորդ նախագահից, ընդհանրապես դա նոր բան չի։ 2021-ին էլ նման տրամադրություններով մեկ մտանք ընտրարշավ, ուղղակի այն ժամանակ երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերի տակտիկական հակասությունները այդքան տեսանելի չէին կամ լայն հասարակության համար տեսանելի չէին։ Հիմա շատ ավելի սրված են այդ հակասությունները եւ այլևս գործում է տարանջատման սկզբունքը կամ մոդելը, եւ նա իր հիմնական մրցակիցներից մեկին է թիրախավորում, քանի որ եթե մեկ ցուցակով չեն, մրցակիցներ են։ Իդեպ ես այստեղ կարևոր մի հանգամանքի վրա եմ ուզում շեշտադրեմ, ինչու սրվեց ով է բերել Նիկոլ Փաշինյանին թեման, դարձյալ նույն շրջանակներում է, որտեղ խորհրդարանական զույգ խմբակցությունները իրենց հիմնական առաջադրանքը այս գումարման խորհրդարանում չեն կատարել, այն իմաստով, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ վարչապետ եւ Ռոբերտ Քոչարյանի թիմը ամեն ինչ անում է պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի թիմի վրա թողելու համար, չնայած շատ տրամաբանորեն կլիներ, որ ավելի փոքրականակ Սերժ Սարգսյանի ավելի փոքրականակ խմբակցությունը մեղադրեր ավելի մեծականակ խմբակցությունը։ Պարոն Սուրենյանց, տեսեք, ներքաղաքական այս հետաքրքիր իրադարձությունների համատեքստում պետք է եւս մեկ կարևոր բան ֆիքսենք։ Բացի այն, որ թիրախավորում է երրորդ նախագահ կամ Հանրապետական կուսակցությունը երկրորդ նախագահի եւ իր շրջանակների կողմից, աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորության կինը Աննա Հակոբյանը եւ նա բավականին գռեհիկ բառապաշարով քննադատում է բոլոր նրանց, ովքեր հանդգնել են իր հարցցեին որևէ քաղաքական քննադատություն հնչեցնել, ինչի մասին է սա խոսում։ Ընդհանրապես պիտի շնորհակալ լինեք Աննա Հակոբյանից, որտեղ նա ըստ էության բացահայտեց կրթությունը նորաձև է շարժման նպատակը, դա խուլիգանությունն է, պաստորեն մենք հասկացանք այդ
շակերտավոր նորաձևությունը ինչի մեջ էր արտահայտվում, հակառակ պարագայում կրթություն նորաձև է սլոգանը շատ դատարկ էր հակագիտական, որտեղ կրթությունը չի կարող նորաձև կամ մոդայի կրթությունը անհրաժեշտություն է, իմպերատիվ է, պետք է եւ հիմա պարզվեց փաստորեն, որ նրանց կրթության նորաձևության հմայքը խուլիգանությունն է։ Իսկ եթե ավելի լուրջ ձեր հարցին պատասխանեմ, Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը, նրանց թիմը սա միտումնավոր են, նման վարկագիծում միտումնավոր է, սա ամենևին էլ խոճապի նշան չէ իմ կարծիքով, սա ավելի շուտ իրենց էլեկտորատը մոբիլիզացնելու փորձ է, իրենց էլեկտորատը լյումպենից բաղկացած այդ էլեկտորատը այս թեզերը իրեն շատ հոգի հարազատ է համարում, այս փուլում նրանք այդ խնդիրն են փորձում լուծել իմ խորին համոզմամբ։ Շնորհակալ եմ հետաքրքիր եւ կարևոր մեկնաբանությունների համար։ Թեմայի վերաբերյալ ես զրուցեցի քաղաքագետ, դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի հետ։ Կհանդիպենք։